Եկեք պիցայա կերեր, բան եմ ասում, ճղճիմ երևույթներ։ 2014 թվականին Սերժ Սարգսյանը ելույթ ունենում դպրոցներից մեկի բացման ժամանակ ասում է, եթե որևիցե մեկը իմ ասածները կկասկածի, վիդեոն կմտցնեմ համապատասխան տեղը ու աչքերը, ասես բիբերը կհանեմ։ Ասում է, ես մեծ ցանկություն ունեմ, որ այս դպրոցում հաճախեն գան ադրբեջանցիները եւ սովորեն այս դպրոցում ադրբեջանցիները նույնպես։ Ու բոլորը ցես կայնած տապահարում եք, ուռա, 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 նախագահ, ուռա, ապրես։ Ու իրանց թիմից եղել է նաեւ Կարապետյան եղբայրներից մեկը։ Այդ ինչի ոչ եք խոսում։ Հա? Ուժներդ մենակ ԿՊ-ի վրա է պատում։ Մեր վրա է պատում։ Այդ ինչի ճիշտ ասում էլ Ալեքսանդր, այդ խի չեք եթում պաստառները ճաղում, այդ խի չեք եթում ասում թուրք, այդ խի չեք եթում ասում թրքամեդ, այդ խի չեք ասում, այդ խի չեք ասում դավաճան, հա? Լեզուները դուր եք մցրել այդ օրերին։ Կկասկածեք իմ խոսքերի վրա, կհրապարակեմ հավիձուն։ Վահագն Ալեքսանյանի էջում կա, ռադել եք իր էջ ու նայեք։ Սերժ Սարգսյանը ելույթ ունենում, ասում է, ես մեծ ուրախությամբ կուզենայի, որ այս դպրոցում նաև գային եւ սովորեին ադրբեջանցիները 2014 թվականին։ Պապանձվել էիք այդ ժամանակ։ Ձեր բերանները կարել էին այդ վաղտ, բախի չէիք խոսում։ Հա? Բա այդ ժամանակ չի չէիք ասում, այդ Կարապետյան եղբայրներից մեկը որտեղ Այսինքն ձեզ ինչ ասեմ, ձեզ հիմա ինչ ասեմ, մեկան նույնը, դու չեք փոխվում։ Հետո էլ մեզ եք ասում զոմբիներ, մի կտոր պիցայի համար իրար գզում եք, սոված սատկում եք։ Օրինակ ուզում ես բերեմ, մի հատ թանաքաման կա քաղաքական։ Ինչ էր այդ աղջկա անուն, կհիշեմ կասեմ։ Նկարը կդնեմ։ Այդ աղջիկը, ուրեմ, սկզբից ԿՊ-ական էր, Աննա Հակոբյանի ջոկատից էր, նկարները կան, ես չէլի, որ ինչ-որ տենց, Աննա Հակոբյանի ջոկատից էր, դրանից հետո, երբ որ մտնում է, ուզում է համապատասխան պաշտոն կամ համապատասխան գործ, համապատասխան գումար, իրան մեջտեղի 3 մատ են ցույց տալի, ու հետո այդ աղջիկս վռում գնում է Քոչարյանի թիմ։ Երբ որ 3 օր առաջ Քոչարյանի ուրեմն հանրահավաքին ելույթ ունենում ամբիոնից։ Կառը մազերով իրան դրել այո։ Չգիտեմ, ես տենց չհասկացա այդ աղջիկա թե տղա, բայց ինչև է։ Ինձ էլ անդրադարձել էր մի քիչ մեղմ։ Մի խոսքով։ Ելույթ ունեցավ ամբիոնից։ 3 չեմիսօր դրանց հավաքը, տեսնում ենք ուժեղ Հայաստանի կոմա։ Բա որ էդի քաղաքական թանաքաման չի, բա ինչա։ Այ մարդ մեկ ընդիցալնում։ Աղջի ջան, կենտրոնացի։ Կամ դրել ես Վազգեն Սարգսյանի նկարը։ Հիմա որ Վազգեն Սարգսյան, այդ քո խոռոփած ախոռը որ բացում ես Վազգեն Սարգսյանի մասին խոսում ես։ Մի հատ ֆրա հետև Սենց մի հատ հարց էլի Քոչարյան պապայից հետ ասա, պատմություն ոնց եղավ։ Հոկտեմբերի 27-ը ոնց եղավ։ Խիչ ես հարցնում։ Երևի էդ էլա Փաշինյանը մեղավոր։ Մենք աջակիցներս էդ էլ, որ այդ ժամանակ չկայինք, այդ վաղտ էլ էինք մեղավոր։ Հա։ Խիչ ես էդի ասում։ Մարտի 1-ը խիչ ես ասում։ Ֆրա մի հատ պապաշաների հարցրու ասա, հիմա չեմ կարող էլի կենտրոնանալ, որ մեկն է քո պապան։ Ռոբիկնա, թե Կարապետյաննա, թե ով է, մենք հաստատ չենք, դու մեր թիմից չես, որովհետև քաղաքական թանաքամանը չի կարա մեր թիմից էլի, ազիզ ջան, 1000 անգամ ներողություն, դու մեր ունքական չես, աղջի դրա անուն ինչ է, մեր մեկը հիշեցրեք դրա անուն էլի ներքևում, իրականում էլի, մի հատ ֆրա ասա, հոկտեմբերի 27-ը ոնց եղավ, մի հատ էլ ռիսկ ես անում, խոսում ես, Վազգեն Սարգսյանի նկարն ես դրի ու խոսում։ Ու անդրադառնում ես բլոգերներին, ասում ես հələ նայի, այն բլոգերը ինքը ռեմեն չի գցե մեքենային, այդ որ մենք լինեինք, հիմա գիտես ինչ կանեին։ Ինչի ԿՊ-ները կարան առանց ռեմեն մեքենա վարեն։
Ես երբ որ հասկանամ դու տղա ես թե աղջիկ, իրականում ես այն ժամանակ քեզ շատ լուրջ կանդրադառնամ, բայց քանի որ ես չգիտեմ դու տղա ես թե աղջիկ, ես չեմ կարող քեզ անդրադառնել, կներես, տենց աղջի ջան ասեմ, տղա ջան ասեմ։ Իրականում որպես Ռոբերտ Քոչարյանի տենց ամբյոմից որ այդ հավաքին հելար խոսիր կառամազերով աղջկա տեսք ունեիր։ Բայց առհասարակ ամենօրյա քո այդ էֆիրները որ լույսը բացվում մտնում ես բարև ձեզ հիմա եկել եմ ես մի հատ լուր ասեմ մի հատ վատ մի հատ էս այդ ժամանակ ես խիստ գիտակցում եմ որ դու տղա չես աղջիկ չես տղա ես բայց քանի որ ոնց որ ինձ ներկայացրել են դու Յակոբը ճակերտավոր ընտանիք ունես Աստված պահապան թող քո ընտանիքը որոշի թանաքաման ուղությամբ որտե հաջորդը կգնաս աշխատի մեզ մի ասա թրքասեր կամ զոմբիներ հասկացար աղջիկ ջան աշխատի ես քեզ նայի հորդորում եմ շատ հանգիստ մեզ ԿՊ-ի աջակից աջակցող մասային ոչինչ մի ասա վիրավորական ատո տակի տեղաշորը կհանեմ կճուպստեմ համացանց դու ոնց որ ինձ լավ չես ճանաչում ես խոր կտայի կողը կուշտից լսել թե ես որ ջղայնացա ինչ կանեմ քո հետ